Շատ հաճախ հարց է առաջանում, թե արդյոք մեր կարման կամ մեր ճակատագիրը կանխորոշված է, թե մենք ամեն դեպքում ունենք ազատ ընտրության հնարավորություն։ Մեր այդ կյանքում տեղի են ունենում տարբեր իրավիճակներ, իրադարձություններ, ինչ-որ բաներում հաջողվում ենք, ինչ-որ բաներում պարտություն ենք կրում, ձախողվում ենք, ու հարց է առաջանում, արդյոք ամեն ինչ կանխորոշված է, արդյոք արդեն իսկ ճակատագրով պարզ է, թե մեր հետ ինչ է տեղ ունենալու, ինչ մարդիկ են հայտնվելու մեր կյանքում, որ մեկնարկներն են հաջողվելու, իսկ որոնք ոչ։ Եկեք այսօր փորձենք հասկանալ, թե ոնց է աշխատում կարման կամ ճակատագիրը, ոնց է իր ձեռքերում խաղացնում բոլոր մարդկանց, ու փորձենք հասկանալ, թե որտեղ է մեր ազատ կամքի հնարավորությունը, եթե մենք այդպիսի հնարավորություն ունենք։ Իրականում ազատ ընտրության հնարավորություն կա, բայց այդ հնարավորությունը ունեն մարդկանց մի շատ փոքր տոկոսը, ովքեր որ ապրում են գիտակից կյանքով։ Սովորական մարդկանց կյանքում ամեն ինչ մեծապես 90%-ից ավելի տեղի ունենում կարմայի թելադրանքով կանխորոշված սցենարներով։ Ընդհանրապես մարդու կյանքում կարման արտահայտվում է երկու հիմնական ձևով։ Առաջինը կարման արտահայտվում է տարատեսակ իրավիճակների ու իրադարձությունների տեսքով։ Մենք ծնվում ենք որոշակի կարմայով, արդեն իսկ կարող եք տեսնել, որ ոմանք ծնվում են շատ հարուստ, ամեն ինչով ապահովված, ինչ որ գեղեցիկ արտաքինով, սիրուն տան մեջ, իսկ ոմանք հակառակը ծնվում են շատ խնդիրներով, ոմանք հիվանդություններով, արդեն իսկ ծնվում են ինչ-որ ոչ այնքան բարենպաստ երկրում կամ ընտանիքում ֆինանսական խնդիրներով, այսինքն երբ որ մենք ծնվում ենք այս աշխարհում, մեր ծնունդը արդեն իսկ տրվում է կարմայով։ Ու կան որոշակի, ասենց ասած, կոնստանտ բաներ մարդու կյանքում, որը որ կարմայով տրվում է։ Օրինակ մարդու ֆինանսական վիճակը, մարդու առողջությունը, ինչ-որ հիվանդություններ կարող են տրվել կարմայով տրվում է այն երկիրը կամ այն քաղաքը, որում որ մենք ծնվում ենք, կարմայով որոշվում է մարդու արտաքին տեսքը, ոմանք ավելի գեղեցիկ են ծնվում, ոմանք ոչ այնքան, ինչ-որ չափանիշներից ելնելով, նաև որոշակի ընթացքային անցողիկ իրադարձություններ են մեր այդ կարմայով տեղի ունենում, չգիտեմ, այսօր զարթնեցինք, տնից դուրս եկանք, ինչ-որ բան տեղի ունեցավ, կամ աշխատավայրում ինչ-որ բան տեղի ունեցավ, կարմայով մեզ ուղարկվում են որոշակի մարդիկ, կարող եք տեսնել, որ ինչ-որ մարդիկ հայտնվում են մեր կյանքում, իրենց հետ ինչ-որ կարևոր դասեր, կարևոր իրադարձություններ են բերում, կարող եք նկատել, որ ինչ-որ մարդկանց հետ շատ խորը կապ ունենք, կարմայով խճճված ինչ-որ կապեր ունենք։ Դրա համար երբեմն որոշ մարդկանց հետ հարաբերությունները հատկապես դժվար են ստացվում։ Այս այն առաջին ձևն է, որով որ կարման մարդու կյանքում արտահայտվում է, որոշակի ինչ-որ իծնե հանգամանքներ ու նաև կյանքում տեղի ունեցող որոշակի իրադարձություններ, դեպքեր, կյանքի կող որոշակի մարդիկ։ Ու շատ հաճախ դաժե ամենախելացի մարդիկ, ամենագիտնական մարդիկ չեն հասկանում, թե իրանց հետ այս կամ այն բանը ինչի է տեղի ունենում, հաճախ մարդիկ ասում են ինչի հենց ես, ինչի հենց իմ հետ։ Երբեմն թվում է, թե ամեն ինչ տեղի ունենում ուղղակի պատահական, նույնիսկ փիլիսոփայություններ կան, մեծ փիլիսոփաներ կան, ովքեր այդպիսի փիլիսոփայություններ են հիմնում, փորձում են ապացուցել, որ կյանքում ոչ մի օրինաչափություն տեղի չի ունենում, ամեն ինչ տեղի ունենում ուղղակի պատահականության սկզբունքով։ Բայց արի ուտես, որ ամենախորը իմաստությունները, որոնցում որ կյանքի օրենքները շարադրված են, մեզ շատ հետաքրքիր ձևով սովորացնում են, որ այդ ձևով արտահայտվում է մարդու կարման, մարդու ճակատագիրը, ու իրականում ոչ մի բան պատահական չի, այլ այդ ձևով արտահայտվում է մարդու կարման։ Այսինքն մարդու կարմայով իրան որոշակի հանգամանքներ, իրադարձություններ, մարդիկ տրված էին, ու մարդը իր կյանքի ընթացքում հանդիպում է դրանց։ Իրան կարող թվա թե դա ուղղակի է, թե դա պատահաբար է, թե դա բախտի վերմամբ է, բայց իրականում այդ կարման է, որը որ մարդուն, ասենց ասած, խաղացնում է իր ձեռքերում, որոշակի կինոյի մեջ է դնում ու ստիպում որպեսզի այդ կինոյի մեջ որոշակի դեր խաղա։ Երբեմն կարման արտահայտվում է շատ ինչ-որ ծանր իրավիճակների տեսքով, մարդը շատ ուժեղ ցավ է ապրում, երբեմն ընդհակառակը շատ դրական բաներ են տեղի ունենում, ինչ-որ հաջողությունների շարք է տեղի ունենում, մանավանդ կարման, ինչպես գիտենք, աշխատում է փուլերով, այս դրա մասին աստղաբանությունը, գարոսկոպը, եթե գնանք ինչ-որ լավ աստղաբանի մոտ, ինքը կարա նայի մեր գարոսկոպը ու ասի, թե օրինակ այս ինչ տարի, այս ինչ ամսից, այս ինչ ամիսը ինչ փուլ է մեզ սպասվում, կարող տեսնեք երբեմն ոչ այնքան հաջող փուլեր են լինում, ինչ որ շարունակաբար որոշակի շղթա է տեղի ունենում բացասական իրավիճակների կամ հակառակը։ Այդ շատ տիպիկ օրինակ է, թե ոնց է կարման մարդու կյանքում արտահայտվում, երբեմն այդ իրադարձությունները շատ խառն են, շատ խճճված են, շատ էմոցիոնալ առումով շատ լցված են, որովհետև այդ կարմայի կապերը, այդ գծիկը երբեմն գալիս է նույնիսկ նախորդ կյանքերից, ռեինկարնացիան այդ մի առանձին թեմա է իրականում, ու հենց այդ է պատճառը, որ մենք ունենք նախորդ կյանքեր ու մենք ծնվում ենք արդեն իսկ որոշակի ճակատագրով, որոշակի կարմա, որը նախորդ կյանքերից բերած ենք լինում, բայց այդ առանձին հարց է։ Այս ձևով արտահայտվում է կարման ու մեզ բերում է որոշակի իրավիճակներ, այս առաջին ձևն է իր արտահայտվելու, բայց կա նաև երկրորդ ձևը, թե ոնց է կարման արտահայտվում մարդու կյանքում, որը շատ ավելի հետաքրքիր է։ Երկրորդը, կարման մեր կյանքում արտահայտվում է նաև մեր ռեակցիաների
մեր պատասխանների տեսքով։ Կարող եք նկատել, որ այս կամ այն իրավիճակում մարդը ոնց որ ռոբոտի նման ավտոմատ արձագանքում է։ Ինքը չի ընտրում այդ իրավիճակում ջղայնանա թե հանգիստ արձագանքի, ավտոմատ կերպով ջղայնանում է։ Կամ օրինակ ինչ որ համով բան է տեսնում, ուզում է ուտի ու ինքը դա չի ընտրում այդ պահի տակ, այդ ավտոմատ կերպով անգիտակցաբար ոնց որ իմպուլս կա, որը որ իրան դրթում է այդ ընտրությունը կատարի։ Կարող եք տեսնել օրինակ շատ մարդիկ ինչ որ կապվածություններ ունեն, կախվածություններ ունեն, օրինակ ինչ որ մեկը թմրանյութերից կախվածություն ունի ու երբեմն նույնիսկ մարդը որոշում է, ասում է վերջ, ես էլ թմրանյութեր չեմ օգտագործելու, արդեն հասկանում է, որ իր առողջությունը խորտակվում է, կամ ինչ որ մեկը խաղամոլ է, հասկանում է, որ խաղալը իրան բերում է շատ լուրջ խնդիրների, բայց մեկը չի կարողանում այդ process-ը դադարեցնի, ինչի որովհետև այդ կարմայի իմպուլսը ոնց որ կանխորոշված ուժ կա, որ մեզ դրթում է, որ մենք դա անենք ու հարցը առաջանում, թե որտեղից մարդու մեջ այդ իմպուլսը, ինչ որ մեկի մոտ այդ կա, ինչ որ մեկի մոտ այդ տվյալ բանի հակումը, առավել ևս կախվածությունը չկա։ Կամ կարող եք տեսնել, որ մարդու մեջ կա օրինակ որոշակի հատկանիշներ, մարդը, չգիտեմ, ինչ որ մարդը շատ նախանձա, ինչ որ մեկը անինքնավստահ է, ինչ որ մեկը ինքնավստահ է, հատկանիշները իրականում նույնպես գալիս են կարմայով, նախկինում մարդը որոշակի, այդ կարելի է թվում նաև նախորդ կյանքերում, մարդը որոշակի քայլեր է արած լինում ու քայլերը իր մեջ որոշակի բնավորության գծեր են ձևավորված լինում, որոշակի կախվածություններ են ձևավորված լինում։ Օրինակ կարող եք տեսնել այն մարդը, որ ամբողջ կյանքում չի ծխել, ինքը ծխելուց կապվածություն չունի։ Ես օրինակ իմ ամբողջ կյանքում միս չեմ կերել ու մսի նկատմամբ ընդհանրապես կապվածություն չունեմ, բայց ունեմ շատ ծանոթներ, ովքեր որ շատ կախված են մսից ու նույնիսկ երբ որ փորձում են միս ուտել թողնել, չեն կարողանում։ Ինչի, որովհետև նախկինում մարդը որոշակի կարմա է արել, որի արդյունքում այդ կապվածությունը ձևավորվել է։ Այսինքն միգուցե ինքը երկար կյանքեր այդ սովորությունը ունեցել է ու այս պահին այդ սովորությունը շատ ուժեղ է իր մեջ։ Երբեմն կապվածությունը ձևավորվում է մի կյանքի շրջանակներում, այդ նույնպես հնարավոր սցենար է։ Բայց սկզբունքը նրանում է, որ այդ կապվածությունները, որոշակի հատկանիշները, այդ իմպուլսիվ ռեակցիաները, զայրույթը, նույնպես գալիս են կարմայով նախկինից, արդեն իսկ մարդու մեջ որոշակի հակումներ ձևավորված են լինում։ Ու այդ ամեն ինչի հետևանքով մարդը անկախ իրանից որոշակի քայլեր է անում ու անկախ իրանից որոշակի ռեակցիաներ է տալիս կյանքում իր հետ տեղ ունեցող իրավիճակին ու իր կյանք եկող մարդկանց։ Կարա թվա, թե մարդը այդ անում է իր սեփական կամքով, երբեմն մարդիկ ասում են ես ազատ մարդ եմ, ինչ ուզում եմ կանեմ, չգիտեմ, ուզեմ կծխեմ, կուզեմ կխմեմ, բայց իրականում այդտեղ ազատություն չկա, այդ մարդու մեջից եկող այդ ուժեղ իմպուլսն է, որ կարմայով ձևավորված է ու թվում է թե մարդը ինքնուրույն է դա անում իր ազատ կամքով, բայց իրականում այդտեղ ազատ կամք այնքան էլ չկա ու եթե այդ մարդը ուզի տվյալ բանը չանի, շատ մեծ հավանականությամբ չի կարողանալու դա անել, որովհետև այդ իմպուլսների մեծ մասը ու այդ արձագանքների մեծ մասը նույնպես գալիս են նախկինից կարմայով։ Ինչ եմ ասում արձագանքների, կարող եք տեսնել օրինակ մարդը ինչ-որ իրավիճակ է տեղի ունենում, ինչ-որ մարդ մի բան անում, որ իր սրտով չի, ու ինքը ավտոմատ պորտկում է իր մեջից, բռնկում ջղայնանում է, ով կարող ասի, որ այդ մարդը ընտրում է այդ զայրույթը։ Իհարկե չի ընտրում, այդ ավտոմատ կերպով ներսից եկող իմպուլս է։ Ինչ-որ մի հատ ուրիշ մարդ, ում կարման ուրիշ է, ով նախկինից որոշակի ուրիշ հատկանիշներ է ձևավորել, ինքը նույն իրավիճակում ուրիշ ձև կարձագանքի, ու երբեմն այդ տարբերությունները կարող եք տեսնել նույնիսկ երեխաների մեջ, թվում է թե մարդը իսկ կյանքում դեռևս դա չէր հասցնի ձևավորել, բայց արդեն իսկ այդ իմպուլսները իր մեջ կան։ Ու այս երկրորդ կետը իրականում շատ կարևոր է մեր արձագանքների հետ կապված կետը, որովհետև այդ հենց այն, ասած արահետն է, որտեղից որ կարող ենք բռնվել ու մեր կարմայի մեջ ինչ-որ փոփոխություններ անել, որովհետև եթե մեր տեղի ունեցող իրավիճակները քիչ թե շատ կանխորոշված են, մեծամասամբ իրականում կանխորոշված են, բայց այ մեր արձագանքը, չնայած որ ինքը նույնպես մեծապես կանխորոշված է, բայց մենք իր հանդեպ ունենք որոշակի ազատ կամքի հնարավորություն ու ինքներս մեր վրա աշխատելով մեր արձագանքները կարող ենք փոխել ու այդ ձևով կարող ենք փոխել մեր կարման։ Հենց դրա համար ասում, որ մեծապես ամեն ինչ կանխորոշված է ու եթե մարդը գիտակից կյանքով չի ապրում, ինչ նշանակում գիտակից կյանք նշանակում է, որ ես ինչ-որ մի բանի սկսում եմ վերլուծել, թե ոնց եմ արձագանքում այս կամ այն իրավիճակին, ինչի եմ այս մարդու վրա ջղայնանում, միգուցե կարամ ուրիշ ձև արձագանքեմ, ինչի եմ այս կամ այն իրավիճակում վախենում ռիսկեր վերցնելուց, ինչ-որ համարձակ քայլեր անելուց։ Երբ որ մարդը սկսում է վերլուծել այդ իր ռեակցիաները այս կամ այն իրավիճակին, այս կամ այն իրավիճակում, այդ բանից սկսվում է գիտակից կյանքը ու գիտակից կյանքի միջոցով կարելի է այդ կարմայի մատրիցայից դուրս գալ, երբ որ ինը տեղի ունենում կարմայով իրավիճակների որոշակի շղթա, ինչ որ իրավիճակներ ու մարդիկ են հայտնվում ու ես նույնպես կարմայով ավտոմատ կերպով իրենց ռեակցիաներ եմ տալիս ու այդ մատրիցայի մեջ այդ շրջանակի մեջ ապրում եմ, դուրս բռնելու ձև չունեմ։ Ու գիտակից կյանքը հենց այդ է նշանակում, երբ որ ես ինչ որ մի պահի կտրում եմ այդ շղթան ու իմ արձագանքները սկսում եմ գիտակից ձևով
ընտրել։ Այդ բավականին բարձր գիտակցության լեվելը, դրան ոչ բոլորն են ունակ, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է սկսի այդ գիտակից կյանքը, որը որ սկսվում է ամենօրյա հոգևոր պրակտիկայից, ինքնաճանաչման որոշակի ճանապարհի վրա կանգնելուց, երբ որ մենք փորձում ենք հասկանալ կյանքում ինչ օրենքներ է աշխատում, ինքներս մեր ինքնատիրապետումը մեր ձեռքերով վերցնել, փորձել գիտակցաբար ընտրել մեր ռեակցիաները, գիտակցաբար ընտրել, թե ես ինչ եմ ուտում, ես ամբողջ կյանքը չեմ մտածել, թե ես ինչ եմ ուտում, իմ ափսեի մեջ ինչ է, բայց որովհետև ես արդեն իսկ ծնվել եմ որոշակի մշակույթում, իմ ընտանիքը որոշ ձևով սնվել է ավտոմատ կերպով, ես նույնպես սկսում եմ այդ ձևով սնվել, բայց ինչ որ մի պահի գիտակից կյանքը նշանակում է, որ ես սկսում եմ ինձ հարց տալ, թե ես ինչով եմ սնվում, ինչ է դրված իմ ամենօրյա ափսեի մեջ, այդ սնունդից որը ինչ վիբրացիաների կրող է, ոնց է ազդում իմ վրա, ոնց է իմ վրա ազդում միսը, ոնց է իմ վրա ազդում միրգը ու բանջարեղենը, երբ որ ես սկսում եմ գիտակից ընտրություններ կատարել, սկսած սնունդից վերջացրած ամենօրյա իրավիճակներին իմ արձագանքելով ու ամենօրյա քայլերով, որը որ ես անում եմ։ Այդ իրավիճակում ինքներս մեր կյանքի նկատմամբ ցենց ասես կոնտրոլ վերցնելու լավագույն միջոցը այդ հոգեո պրակտիկան կարող եք տեսնել տարբեր մարդիկ, չեն գնում են եկեղեցի, ամեն օր աղոթք են անում, մեդիտացիա են անում, մանտրաներ են կրկնում, ինչի որտեղ այդ հոգեո պրակտիկան մարդուն թույլ է տալիս, որպեսզի գիտակցվածության մակարդակը բարձրացնի ու իր միտքը ու ընդհանրապես իր եսը սկսի կառավարել։ Հենց դրա համար են ասում, որ հոգեոր կյանքը փոխում է կարման, այդ ինքնաճանաչումը միակ տարբերակն է այդ կարմայի գծիկից այդ շրջապատույտից դուրս գալու ու այդ հենց այն փոքրիկ անցքն է, որի միջոցով կարելի է այդ մատրիցայի միջից դուրս գալ։